Բարի օր։ Սիրելիներ, մենք գալիս ենք Մեծի պահոց շրջանի վերջին օրերին եւ այսօր մեր եկեղեցին հիշում եւ վերապրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը եւ թաղումը։ Շատ է խոսվել խաչելության մասին ընդհանրապես։ Հին հեղինակները անգամ ասում են, որ մարդկությունը ավելի դաժան մահապատիժ չունի, քան խաչելությունը։ Բայց այսօր, սիրելիներ, ես ուզում եմ, որպեսզի մենք խորհրդացենք ոչ թե մեր Տիրոջ տանջանքների մասին, այլ Աստծո սիրո մասին եւ Աստծո եզակիության մասին։ Տեսեք, շատ ժամանակ շատ մարդիկ քրիստոնեությունը փորձում են համեմատել տարբեր կրոնների հետ, ցույց տալով եւ խաչելությունը կելտական դիցաբանությունում եւ հարությունը եգիպտական եւ այլ դիցաբանություններում, բայց որևէ մեկը այս 2000 տարիների ընթացքում չի կարողացել ցույց տալ գեթմի կրոն, գեթմի գաղափար, գեթմի միֆ, որտեղ բացարձակ ազատ Աստված միայն եւ միայն իր սիրով ինքն իրեն զոհաբերում է հանուն արարածի, հանուն մարդու, անում է մի գործողություն, որից ինքը ոչինչ չունի շահելու, այլ ամբողջովին իրեն զոհաբերում է հանուն մարդու փրկության։ Եվ մենք շատ հաճախ այս առօրեականության մեջ չեն գիտակցում, թե ինչ է արել Հիսուս Քրիստոս անձամբ մեզ համար, որովհետև մեր փրկությունը մենք փորձում ենք կապել տարբեր աշխարհիկ եւ անցողիկ իրողությունների հետ, բայց մեր Տերը բացարձակ ազատ Աստված, ում ոչ ոք եւ ոչ մի բան այս տիեզերքում ստիպել չի կարող, բացարձակապես իր սիրով, որովհետև ոչինչ եւ ոչ ոք Տիրոջը ստիպել չի կարող, զոհաբերեց իրեն հանուն մեզ եւ զոհաբերեց խաչի մահով, տանջալից, ցավալի մահով եւ անգամ այդ տանջանքների ու ցավի ժամանակ խնդրեց Հորը, որպիսի ների մեզ, որովհետև չգիտենք, թե ինչ ենք անում։ Եվ մենք, սիրելիներ, այսօր կանգնած մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչի առջև այդ պարզ ընտրության առաջ են կանգնած։ Ով ենք մենք, Տիրոջը խաչող փարիսեցիները, Տիրոջը բանտարկող զինվորականները, թե Տիրոջ հարությանը սպասող քրիստոնյաները։